կապված։ Ինչ վերաբերում է գործին, ապա առանց որևէ հիմքերն տեսնելու, առանց իրենց այս միջնորդության մանրամասներին ծանոթանալու էլ կարելի է ասել, որ Անդրանիկ Թևանյանի պարագայում պարզապես ծիծաղելի են այդ մեղադրանքները, լրտեսություն եւ դավաճանություն, որովհետեւ Անդրանիկ Թևանյանին ես երկար տարիներ եմ ճանաչում, շփվել եմ նրա հետ, մենք երկար ճանապարհ ունենք միասին անցած եւ աշխատանքային եւ քաղաքական, եւ Անդրանիկ Թևանյանի նման հայրենասեր հայամետ անձնավորություն ես շատ քչերին եմ ճանաչում, որ կա նաեւ այդպիսի մարդիկ։ Գործը ինքնին ծիծաղելի է ու սա հետևանքն է նրա, որ փաստորեն հաճախորդը նյարդայնացել է, հաճախորդը զառանցանքների մեջ եմ ընկել, հաճախորդը իրեն պատե տալիս, որովհետև հասկանում է, որ հունիսի 7-ին գալու է իր վերջը, իսկ իր վերջը տալու է հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եթե հիշում եք, ինքը բազմիցս կրկնել է, որ ես պատրաստ եմ կանգնել գնդակահարության պատի տակ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդպես որոշի։ Ուրեմն հերթական անգամ սուտ է ասում, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին բազմիցս իրեն ասել է, որ դու պիտի կանգնես գնդակահարության պատի տակ, իհարկե պատկերավոր ասած, հիմա չասեմ բռնության կոչ եմ անում, հա, չնայած ես չգիտեմ ինքը իրականում ինչ նկատում է բարեգույն թե պատկերավոր իմաստով, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին բազմաթիվ անգամներ է դուրս եկել փողոց ու պահանջել է, որպեսզի նա հեռանա, բայց նա երեսը պնդացնելով կպել է իր աթոռին եւ չի ուզում կողմ գալ, որովհետեւ հասկանում է, որ այդ աթոռին կպած մնալը իր կաշվի բռնության միակ հնարավորությունն է, որովհետեւ ինքը շատ լավ գիտի, որ երբ այդ պաշտոնը չունեցավ, հաջորդ անգամ այն երեկվա կանդալները, որ իրենք ասում էին, որ պիտի Անդրանիկ Թևանյանի ձեռքերին գցեն, այդ կանդալները իր ձեռքերին են հայտնվելու։ Ես մի քանի բառով ներկայացնեմ, քանի որ արդեն շատ ուշ գիշեր էր մեր հարգարժան լրատվամիջոցներից, արդեն քչերն էին մեզ հետ on-line ռեժիմով աշխատում։ Անդրանիկ Թևանյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունից հետո քրեական հետապնդում հարուցելու ինքը իր ոտքով գնացել է քննչական կոմիտե, որպեսզի ներկայանա։ Շատ երկար մենք սպասում էինք, թե երբ պիտի քննչական կոմիտեի դռները բացվեն եւ Անդրանիկ Թևանյանը ներս մտնում, ասի եկել եմ, հետո ինչ եք ասում, ինչ մեղադրանք եք, ինչ աբսուրդային մեղադրանք եք ինձ առաջադրում, բայց դռները բացող այդպես էլ չկար, թակում էինք, հա, ինչ մի խոսքով, տանը մարդ չկար։ Ու մեկ էլ ահագին ժամ անց մոտենում են այդ դիմակավորված կարմիր բերետավորները, որը ամբողջ օրը փաստորեն նաև մասնակցում էին գրասենյակի եւ Թևանյանի տան խուզարկության ու իրեն շատ կոպիտ ու բռնի ձևով էին դրսևորում։ Այդ նույն ձևով մոտեցան ու սկսեցին այսպես ռելով, բրբրթելով, կանդալները գցեք, ոնց որ դարի հանցագործին էին իրենք հայտնաբերել, բայց բառացիորեն ես ձեզ ասում եմ, այնքան հեռավորություն էր քննչական կոմիտեի դռներից ու Թևանյանի կանգնստեղից, ինչպես ասենք, այս տեսախցիկներն ու դատարանի մուտքը, այսինքն քայլելով ինքը հանգիստ կարող էր գալ եւ եթե մարդը հաղթնելու նպատակ ուներ, ինքը իր ոտքով չէր գնա, չէ՞ ներկայանալ։ Բայց փաստորեն թիվ 1 դյուրագրգռի սիրտը տեսարաններ էր ուզում։ Նա ուզում էր Անդրանիկ Թևանյանին տեսնել իր բառերով ասած կանդալներով։ Դրա համար հրահանգել էր, որ այդ կանդալները իր ձեռքը գցեն։ Բայց ես ուզում եմ կրկնել, որ այդ կանդալները շատ շուտով հայտնվելու են Նիկոլ Փաշինյանի ձեռքերում եւ Նիկոլ ձեռքերի վրա, շնորհակալություն, ձեռքերի վրա, շնորհակալություն, հայտնվելու են Նիկոլ Փաշինյանի ձեռքերին եւ ինքը չի կարողանալու խուսափել Հայաստանի Հանրապետության կողմից կայացված դատավճռից։ Եվ Տիկին Մանուկյան նախընտրական իրողությունների համատեքստում է սա տեղի ունենում։ Ձեր կանխատեսումները հունիսի 7-ի վերաբերյալ եւ հնարավոր իշխանության հնարավոր վերարտադրության պարագայում հետընտրական պրոցեսների դիտարկումը ձեր ուժի կողմից։ Նիկոլ Փաշինյանի այս հայտնային դրսևորումները ցույց են տալիս, որ հավաքական ընդդիմությունը շատ ավելի ձայն է հավաքում, քան հենց ինքը եւ քաղաքացիական պայմանագիրը։ Հետևաբար ինքը ուզում է արդեն ոչ լեգիտիմ դարձնել այդ ընտրությունները նախընտրական շրջանում փորձում է անհավասար պայմաններ ստեղծել, որովհետև ես շեշտեմ, որ արդեն մի քանի օր է Մայր Հայաստան կուսակցությունը, որը ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով, դեմոկրատական այլընտրանք կուսակցության հետ միասին եւ առաջարկ Հայաստանի ծրագրով, քանի որ մենք կարևորում ենք միասնականությունը ընդդիմության դաշտում եւ մեր օրինակով ենք դա ցույց տալիս, զրկված է հավասար քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից։
Մենք արդեն այսպիսի ինչ-որ մարազմի մեջ ենք, հա, գնում ենք կենտրոնական դրական հանձնաժողով, հետո այնտեղից գնում ենք քննչական կոմիտե, դուք այս խուզարկությանը, այն քննչական գործողությանը, մեր բանու գործը թողած, ընկել ենք Նիկոլ Փաշինյանի այս մարազմները լուսաբանելով եւ այդ ամեն ինչը իրականացնելով։ Հետևաբար ես ձեզ վստահեցնում եմ, որ հունիսի 7-ին, որքան էլ որ Նիկոլ Փաշինյանը փորձի այսպիսի անօրինական ճանապարհներով, այսպիսի ռեպրեսիաներով ճնշել ընդդիմությանը, անհավասար պայմաններ ստեղծել, վարչական ռեսուրս կիրառել, բարձրանալ երկինք իջնել ներքև, իրեն պատեպատ տալ, մազերը փիտել, թրաշվել, նորից թրաշ թողնել, ուտել, չուտել, ծամել, չծամել, մի խոսքով ինքը ինչ է սիրում անել, խմել, չխմել, ինչ է անում, գլխարկ հագնել, չհագնել, գառուտել, չուտել, ինչ ուզում է անի, ինչքան էլ պատրվի, ինքը հունիսի 7-ին չի կարողանալու վերարտադրվել այն դեպքում, երբ մեր ընտրողները տանից դուրս գան եւ գնան քվեարկության, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին սարսափում է ոչ թե ցածր ձայներ ստանալուց, այլ ընտրություններին բարձր մասնակցությունից։ Նրա վերարտադրության լեգիտիմ ճանապարհը միակ, որ կարող է ինքը վերարտադրվել, դա ընտրություններին մեր ժողովրդի ցածր մասնակցությունն է։ Հետևաբար ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում, որպեսզի գիտակցեն իրենց քվեի ուժը, հունիսի 7-ին դուրս գան իրենց տներից, ընդհանրապես կես ժամ ժամանակ է պահանջելու, շատ այդպիսի բարդություն չկա։ Դուրս գան, գնան ընտրատեղամաս, ընտրեն ցանկացած ընդդիմադիր ուժի, ես նույնիսկ տեսած չեմ ասում, որ ընտրեն համար 7-ին, իհարկե ցանկալի կլիներ, որ մեզ ընտրեն բնականաբար հունիսի 7-ին համար 7-ին, բայց եթե մեզ կոնկրետ ասեն, չէ, սիրում, չգիտեմ, ինչ-որ մի բան չեն հավանում, թող գնան ընտրեն ընդդիմադիր ցանկացած ուժի, բայց ոչ քաղաքացիական պայմանագրին եւ նրանց պտտվողներին։ Շնորհակալություն։